Երեկվանից Վեոլա ջրին նվիրված իմ տեսանյութը միայն ինձ պատկանող երկու հարթակներում հատել է 1 միլիոն դիտման սահմանը։ Սա նշանակում է, որ այս թեման կենսական նշանակության թեմա է եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուշադրության կենտրոնում։ Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք խոսել այս թեմայի մասին եւ սևեռել մեր ուշադրությունը տարբեր բազմաթիվ այլ խնդիրների վրա։ Տկեն նախարարի արձագանքն առ այն, որ իրենք կասեցնում են հիմա այդ ջրամատակարարման գրաֆիկը եւ կփորձեն դա լավարկել եւ այլն, ցանկացած բանական մարդ բնականաբար դիտարկում է նախընտրական տրամաբանության շրջանակներում, հասկանում, որ չեն ցանկացել պարզապես լարել իրավիճակը։ Իսկ ինչ է իրականում տեղի ունենալու։ Ես պարզ հարց եմ ուզում տալ, որ պարոն նախարարը հավանաբար չի կարողանա դրական վստահ պատասխանել։ Վստահ եք արդյոք, որ ձեր լավարկված գրաֆիկը Վեոլա ջուր ընկերությունը իրականացնելու է։ Պատասխանեմ ոչ, որտեղ Վեոլա ջուր ընկերությունը ունի գործելավոճ։ Կամ իրավական ճանապարհով հաստատում են գրաֆիկը ավելի վատթարացնելով եւ սա պատճառներ ունի, որի մասին կխոսենք, կամ դե ֆակտո իրականացնում են ավելի քիչ քանակով ջրամատակարարում, քան գրված է։ Այսինքն գրում են օրինակ, որ պետք է 17 ժամ տան, բայց դե ֆակտո մարդկանց մատակարարում են 15 ժամ ջուր։ Ինչ է տեղի ունենալու, լավագույն դեպքում, այսպես ասենք, Վեոլա ջրին կարող են տուգանել։ Մի քանի միլիարդ շահույթ գեներացնող ընկերությունը կարող է մի քանի միլիոն դրամի կոպեկով տուգանք վճարել եւ շարունակել մատակարարել այդ ջուրը։ Այսինքն 24 ժամյա ջրամատակարարում չի լինելու։ Ֆիքսենք սա։ Հաջորդը, արդյոք նույնքան փութաջանորեն, որքան 3 փորձեց նախարարը հարթել խնդիրը, ճակերտներում հարթել բառը, նա կարող է երաշխավորել, որ Վեոլա ջրի կողմից մատակարարված ջրի որակը համապատասխանելու է առողջապահության նախարարի կողմից սահմանված ցուցանիշներին։ Վստահություն ունեմ, ոչ։ Բազմաթիվ են քաղաքացիները բազմաթիվ հասցեներում, Երևանի, չգիտեմ, Շենգավիթից ներքին Չարբախ, Էրեբունի, Աչափնյակ, անգամ Մասիվ, որի ջուրը միշտ համարվել է իբր լավը, չգիտեմ, Մասիս, Հոկտեմբերյան եւ բազմաթիվ այլ բնակավայրեր, որոնք վճարում են խմելու ջրի վրա համար, բայց իրենք չեն խմում այդ ջուրը։ Շշալցված ջուր են խմում, դե ջուրը ուղղակի մոտենալ չի կարելի։ Մարդիկ թունավորվեն այդ ջրին, փորձեն անգամ մոտենալ։ Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ բազմաթիվ այլ չափանիշներով առողջապահական մեր սահմանած նախարարության ցուցանիշները այնքան բարձր են, որ խնդիրներ են առաջացնում։ Այս մասին առանձին տեսանյութ կլինի։ Հիմա եկեք ֆիքսենք, իրավիճակը 24 ժամյա ջրամատակարարում չի լինելու, ֆիքսում ենք, որովհետև 10 տարի շարունակ պետությունը անհրաժեշտ ծավալով ներդրումներ չանելով խրախուսել է, որ այդ անհրաժեշտ ծավալով ներդրումները իր մասով չանի Վեոլա ջուրը, իրենք վարձավճարները անգամ, որ մեր պետք է պետությանը տան, իրենք վարձով է տված այդ ջրերը, իրենք դա էլ չեն արել, պետությունը ներել է։ Պետությունը ներել է նրանց անգամ տուգանքը, որը նշանակել է աուդիտորը, պատկերացնում եք, 5 տարի չկա տեխնիկական աուդիտոր, որը ճիշտը կասեր մեզ բոլորիս Վեոլա ջրի մասին։ Եվ այս ամենից հետո փորձում են ասել, որ իրավիճակը կշտկվի։ Չի շտկվելու, մենք շարունակելու ենք ձեռքը պահել զարկերակին եւ դիմելու ենք բնականաբար այն բոլոր մարմիններին, որոնք պատկանեն ու այս հարցում ունեն իրավասություն, ինչպես երեք արդեն տեղեկացրել էի։